Որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին, որ բան ենք, որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք, որովհետև ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի։ Որ ասենք տղամարդը չհասկացանք, տղամարդը շորտ կհագնի, ասենք բանը կամ հեծանիվ կքշի։ Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պպզի առնվազն անընդհատ 6 ժամ։ Չէ, ծիծաղում ենք, բայց մենք սրա ազդեցությունը չենք գնահատում։ Գյուղամեջ, իմիջայլոց ասեմ, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարավոր գյուղամեջեր կան, տենց։ Եվ մենք պետք է խոսենք սրա մասին, հասկանում եք, մեծագույն պրոբլեմն է նա, որ մեր իրականության մեջ այս ամեն ինչի մասին խոսալը ընդունված չի, որովհետև խոսալու բաներ կան, որ դրա մասին ոնց կարելի է խոսալ։ Կամ դրա մասին ոնց կարելի է կառավարության մակարդակով, ոնց կարելի է կառավարության նիստին դրա մասին խոսալ։ Կառավարությունը այնտեղն է եւ կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Այդ նշանակում է այդ խնդրը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ հետեւաբար այո, ինչ որ ասում եք համաձայն եմ, բայց առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետեւ մյուսները իրենց բրենդինգի վրա դնում են միլիարդներ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ, որովհետեւ այդքան արախ պետք է ծախվի, այդքան ծխախոտ պետք է ծախվի, ել չեմ ասում այդքան դեղ պետք է ծախվի, բա որ չհիվանդանանք դեղը որտեղ ծախվի, ով պետք է առնի այդ դեղը։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար հիմա այս խնդիրը կառավարությունն է այն մարմինը, որը ունի շահագրգռություն բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը։ Մի քանի հատ էլ կարող է ոլորտի պրոֆեսիոնալ ընկերություններ, որոնք մեր հնայի մեջ 0.0000001% են կազմում։ Հետևաբար կառավարությունն է այն սուբյեկտը, որը պետք է բրենդավորի առողջ ապրելակերպը։